2025 թվականի հունիսի 2-ին Ուկրաինան իրականացրեց Սարտոստայն գործողությունը, այն պլանավորվել էր ավելի քան 1.5 տարի և անձամբ նախագահ Զելենսկին էր վերահսկել։ Ուկրաինան օգտագործել է ավելի քան 117 դրոն, որոնք միաժամանակ հարվածել են Ռուսաստանի 4 խոշոր ավիաբազաներին՝ Դագիլևո, Իվանովո, Բելայա Սիբիրում և Օլենիա Արկտիկայում։ Հիմնական թիրախները եղել են Ռուսաստանի ռմբակոծիչները Tu-95 և Tu-22M մոդելները։ Դրանք Ռուսաստանը հաճախ օգտագործում է Ուկրաինայի քաղաքների վրա հրթիռային հարվածներ հասցնելու համար։ Ըստ ուկրաինական աղբյուրների, մոտ 40 ռազմական ինքնաթիռ է վնասվել։ Ռուսական օդուժին պատճառած վնասը կարող է հասնել մինչև $2 միլիարդ։ Զելենսկին ասել է, որ այս հարձակումը իրականացրել են միայն ուկրաինացիները, ու ծրագիրը կազմակերպվել է այնպիսի գաղտնիությամբ, որ գործողության կենտրոնը նույնիսկ եղել է Ռուսաստանի FSB-ի շենքի մոտ։ Թրամփը դժգոհել է, թե Զելենսկին իրեն չի տեղեկացրել, բայց մի շարք աղբյուրներ ասում են, որ ամերիկյան հետախույզներն են օգնել ու բացահայտել ռուսական թիրախների տեղերը։